Ինչպես տեսնում եք, սիրելիներ, ես պատրաստվել եմ, ուրեմն Անիս, իմ ընկերուհին, գիտեք, վանաձորից է, բայց ինքը քանի որ այստեղ սովորում է, տարվա մեջ մի քանի անգամ 1-1.5 ամսով գալիս է, ու ես ոչ մի կերպ չէի կարողանում հաջողացնել իր հետ հանդիպել, այսօր վերջապես կազմակերպել ենք այդ պահը, չնայած եղանակը մեզ պատվաձիչ արեց, անձրև, բայց հիմա ես կգնամ իր հետ հանդիպման, 1-2 ժամով գոնե միասին հանդիպենք, հա, սուրճ խմենք, մի քիչ զրուցենք, թե չէ ես ինչ չէի ների, եթե ինքը գնա հետ ու ես այդպես էլ իրեն տեսած չլինեի։ Հագել եմ այսպես, չգիտեմ, շատ անհասկանալի, չգիտեմ, եղանակը վրոդի պլյուս 16-ի կարգի է, վրոդի անձրև ու քամի է։ Դավան միջին բան եմ հագել, այն սև դասական, սև եմ ասում, սերավատի դասական տաբատից հետ եմ հագել, այս ծալել եմ, որ տակից չերևա, բայց մեկը երբ որ թելես բարձրացնում եմ, երևում է։ Մի խոսքով երեխեք ջան, տաքսին 3 րոպեից կլինի տեղում, ձեզ էլ իմ հետ իհարկե կտանեմ եւ հուսամ որ կունենանք հաճելի ժամանց։ Ես իջա երեխեք ջան, խեղճանից ուրեմն առավոտը կարճաթևով է դուրս եկել, մտածել է տաքա լինելու ու հիմա սառում է, տնից իր համար շոր եմ վերցրել։ Գնամ հասնեմ փրկեմ, պատկերացնում եմ այս ցրտին, այս կարճաթևով ինչ վիճակում է։ Անցումից քիչ վերև եմ իջել, հիմա փողոցը կանցնեմ, դիմացի մայթում է Անին սպասում։ Մենք արդեն հասել ենք երեխեք ջան, բարեբախտաբար, մեր բախտից արևը դուրս եկավ։ Ճիշտ է, ես արդեն խեղդվեմ գես վադալազգայով, բայց հիմա ինչ արած, հագել եմ, պիտի քաշեմ։ Ես արդեն կայարանի տարածքում եմ, ոնց տեսնում եք, հանդիպումը ավարտվեց, շատ հաճելի հավես ժամանց էր, բայց արդեն պիտի գնալ տուն։ Այնքան արևոտ ու հավես եղանակա, որ ասոբը ոչինչ բան չեմ անում, ընդհանրապես կարտոֆիլ պիտի կլպեմ, որ սարքեմ դավի պատվերը, կատոշը ֆրի է ուզել, դե իհարկե սովորական ժարիտ եմ սարքելու, բայց այնուամենայնիվ ինքը պատվել է կարտոշկա ֆրի։ Ճիշտը որ ասեմ, Արտաշեսին նոր եմ ճանապարհել դպրոց ու ես շատ կուզեի մի քիչ էլ քնել, որտեղ գիտեք ես ուշ եմ քնում, բու եմ տեսակով, բայց դավը այլ պլաններ ուներ եւ ինքը իմ զարթուցիչի առաջին իսկ հնչյունից արթնացավ։ Հետևաբար այլևս քնել չկա։ Ճիշտ է որ ես վատ եմ քնում, գլխացավը մոտս հիմա էլ կա, բայց դե ինչ անեմ, ուրիշ ընտրանք չկա։ Տղես որոշեց, որ այսօր մաման պիտի առավոտ շուտ իրան կարտոշկա ֆրի սարքի եւ որ ինքը էլ ցանկություն չունի քնել։ Փոխարենը պլյուսներից խոսենք, շատ լավ եղանակ է, շատ արևային, գարնանային պլյուս 20 քանից է, 24 հա ոնց որ բավականին տաք եղանակ է, պլյուս 20-ից պլյուս 24 չեմ հիշում։ Երեկվա եղանակի հետ համեմատելու չի, այսօր դաժե Արտաշեսին առանց բանի եմ ուղարկել, կուրտկա եմ ուղարկել, միայն դպրոցական այդ վերնաշապիկով և վրայից սվիտր։ Հիմա արագ սարքեմ, ես էլ երևի իր հետ կնախաճաշեմ, պոպկորն էի սարքել մի քիչ առաջ, ասում եմ, մամա, ես պոպկորնը կերա, բայց ես ճաշիկ եմ ուզում, դավը տենց է, ինքը ճաշասեր է։ Այսինքն իրան տես բաներով չես խափի, ինքը սիրում է հենց նստել նորմալ ճաշ ուտել։ Այս կանաչ մասերը միշտ խորն եմ կլպում, որովհետև իրանց մեջ թունավոր բաներ կա, ես լսել եմ այդ մասին։ Սառնանում էլ ունեմ կարտոշկա, որովհետև այս հորինի 3 ասել է քիչ բերի, ասեցի քիչ բեր, որ սառնանինն էլ սարքեմ, եթե երկար է մնում, ծլում է, արդեն չեմ սարքում տենց ծլած, որովհետև այդ օգտակար չի։
Հետևաբար ասացի այնպես պետք որ են սարքեն վերջացնեն։ Ես վարից արդեն դրել եմ վրան, ավելին ասեմ, դավի մեջից արագ եփողները տվեցի, որովհետև երեխան սոված էր, ուզում էր, ասեցի լավ, սպասի ջոգ-ջոգեմ, որ եղելա տամ, ինձ էլ մի հատ արագ սառնարանում եղած պրոդուկտներից կպատրաստեմ աղցան գարնանային, իսկ սառնարանում կար հետևյալ պրոդուկտները, սոխ, կիտրոն, աղցանի տերևներ և լոլիկ։ Կարծում եմ, որ կստացվի շատ համեղ։ Հիմա ես էլ իմ ճաշը կպատրաստեմ ու կնստեմ իմ սիրած հաղորդումներից մեկը նայեմ, այնուհետև պետք է գնամ բաղնիկ զուգանը մաքրեմ, որովհետև պիլեսով բանը նոր արեցի, բայց բաղնիկ այն օր ասաց երեկ էր դա, թե երեկ չառաջորդ գիշերը, բայց բաղնիկ զուգանը պետք է մի հատ այսօր մաքրեմ, անպայման։ Աղցանի տերևները ես դիտմամ փոշով եմ կտրատում, այս անգամ, այնքան որ 2-3 մասի եմ բաժանում։ Լոլիկս մի հատ է, բայց լավ մեծ է ու հերիք է հստակ։ Գիտեք ինչ, մեկ նենց եմ կարոտում մեր մանկության լոլիկներին, երեխեք։ Մի հատ համ կար, որը հիմա չկա։ Չգիտեմ դուք ինձ հետ կհամաձայնեք թե ոչ։ Իդեպ այս մայջկաս այն օրվա իվենթից, Գյումրվա իվենթի նվերներից է։ Ստացել է այդ գիշերազգեստը, այս մայջկան, այս նույն ֆիրմայից ստացել է 3 կալգոտկա, տարբեր գույնի, հա, շատ հավես է, ստացել է նասոչիկ և մեկ այլ ընկերության կողմից լոգանքի սրբիչ մեղմ մանուշակագույն, դրանք մոռացել եմ ձեզ ցույց տամ ուղղակի։ Ինչը շատ հավես է, միշտ է հավես նվերներ ստանալ կարծում եմ։ Այսպես կիտրոնը մեջտեղից այսպես ուղղակի կիսում եմ և սկսում եմ քամել, որպեսզի կորիզները չլցվեն, բնականաբար այսպես ձեռքերիս օգնությամբ մաղ եմ ստեղծում։ Խորեննել ես էլ սիրում եմ, որ թթույա լինեն այս աղցանները։ Երեխեք էլ աղցան ասոկը չեն ուտում, իրենց ուղղակի լոլիկ եմ տալիս, կամբարունք առանց աղցան։ Հիմա ես իմ գործերը արել եմ և արդեն վայելելու եմ թեյ, ինչպես տեսնում եք, ելակի, քաղցրավենիքներ, հիմա թեյը բերեմ լցնեմ։ Ինչու թեյ, որովհետև ուղղակի սուրճը սպրծել է, թե չէ այս սեզոնին ես այդքան էլ չեմ սիրում թեյ խմել, ամեն դեպքում այսօր կանենք բացառություն։ Այնպիսի արևը անկետուն, չգիտեմ որ ռակուրսով դնեմ, որ կարողանամ նկարել ու արևը չվառի կադրը։ Այսօր իմ համար հետարքիր բացահայտում եմ արել։ Կհիշեք համեստի դերակատարին վերվարածներից։ Իր հետ շուտով միջոցառման եմ ընդհանուր մասնակցելու, մի խոսքով իր էջում տեսա Արտավազդ Բայացյանն էր, ծնունդը 70-ամյակը ու այդ իր երգն էր տակից գնում արձագանք ստուդիայի, ծնունդը շնորհավոր, ենթադրում եմ, որ իր հայրիկն է, ես դա ինձ համար բացահայտում էր, բայց ես մտա ու անպայմանորեն կոմենտ գրեցի, որովհետև ամուսինը շատ ասեմ Արտավազդ Բայացյանին, կոմենտումս գրեցի, որ այս երգը ամեն տարի ծնունդներին մեր տանը առկա է ու որ ամուսինս տարիներ շարունակ այս երգը ինձ ծնունդի կեսգիշերին միացնում է, ինձ հրավիրում է տանգո պարելու և հուզվում է այն մտքից, որ ես իր կինն եմ, իսկապես այդպես է, քանի անգամ եղել է, որ Խորենը հուզվել է, երբ ծնունդից պարել ենք ու տենց գրկել է ինձ պինդ այդ երգի տակ ու նաև ասեցի, որ ամուսինս անգամ Արտավազդ Բայացյանից ստորագրություն է վերցել, հիշում եմ, ես ծննդատանն էի մարգարը, մեկ է Խորենը զանգեց։ Ահա, մենակ իմ անասում եմ տեսել, Արտավազդ Բայացյանին եմ տեսել, ստորագրություն եմ վերցել, մի խոսքով շատ ասիրում այդ երգչին։ Այդպես շատ շոյվել էր, ասեց ինչպիսի հաճելի խոսքեր։ Բարի։ Ու չի սիրում սրանցից։ Դա վիճակատը տեսնում եք ինչ ա եղել։ Արտաշեսի հետ, հա, բալես։ Արտաշեսի հետ խաղալուց տվելա վաղնիքի դրանը։ Հիմա էլ ես թեյից ուզեց, ասում մամա, պախնիդ կուսն, ասեցի կլուբնիկայի թեյա կուզես, դե մի փոքր շաքար եմ ավելացրել ու սառույց եմ ավելացրել, որ սառը թեյի պես խմի, հիմա ոգևորված սպասում է։ Հələ տես լավն է։ Մի քիչ է։ Չէ։ Մի քիչ է։ Մի քիչ է։ Ասում ես, չէ՞ որ քեզ դուր չի գալու, ես քո ճաշակները անգիր գիտեմ։ Դե բայց որ հեսա սառի տակա դրա համար, հեսա սառի համով կնի։
Շաքարը քիչ եմ արել, դրա համար դուրս չի գալիս։ Խորենը խանութից վերադարձավ, տավարի միս ա բերել, մի քիչ միրգ, թթվասեր, էս ինքն ա խմում, ես այն ժամանակ խմում էի, հիմա սիրտս չի ուզում, թաց անձեռոցիկ, չոր անձեռոցիկ, լավաշ, դպրոցի մի երկու պիրիկուս, թթուվարունգ, սուրճ, մի խոսքով, և քյաբաբ ա վերցրել, չնայած ես ճաշ եմ սարքել, բայց այսօր դավա առավոտից ասում ա քյաբաբ, Արտաշեսը իր հերթին քյաբաբ, դե պապան բերեց, հիմա իրանք նստած ուտում են, մենք էլ հեսա կճաշենք իհարկե։ Դպրոցում Արտաշես սենց մրցույթ ա, նկարչության, մայրիկներին նվիրված կամ բնության թեմայով, ու հիմա Արտաշեսը ստեղծագործում ա, ես այսպես հետ գամ։ Հա, դավն էլ մասնակցում ա, մենակ այդ անձեռոցիկները ինչի է սաղ, որին թափեմ։ Վերջնարդյունքը ցույց կտամ ձեզ։ Ինչա։ Դե որտեղ նկարում ա, պարզ Արտաշեսը, տվորչիսկի բիսպարյա դկանում, բայց դու պետք չի, որ մի հատ է պոլին թափես։ Այն հատակինը հավաքի գցի ավը, լավ տղես։ Թող Արտաշեսը վերջացնի իր աշխատանքը, նոր լավ։ Դու սաղ գույները խառնում ես, դա համար ես քեզ չեմ կարա հիմա թույլ տամ։ Կփչացնես, հետո Արտաշեսը չի կարա ակվարելով նկարի։ Հա։ Մեզ մոտ էստեղ նոր ուր ա, ես 3 ֆարշ էի սարքել մսի, այսօր այդ ֆարշը արդեն վերածում եմ կոտլետների, մնացել ա վերջի պարտիան տապակվի, այս 4 հատիկն ա։ Զայլատկաս նստեց, հիմա տանեմ զայլատկայի դնեմ, հետո կշարունակենք մեր զրույցը։ Առաջին բանը, որ ուզում էի անել, անպայմանորեն լողանալն ա, մազերս կեղտոտ էին արդեն, այս խաղողի բանից շատ գոհ եմ աչքերի շուրջ քսելու, այնքան հավես բան ա, պրոդուկտը, մանիկյուր եմ քսել արագ, այսօր նկարահանում ունեմ, դրա համար պիտի, այսպես ասած, մի քիչ պատրաստվեմ, հիմա մազերս վենեմ, խորին մոտ այսօր դասա, ռիդակցիա ունի անելու նաև, ես էլ պիտի իրան խնդրեմ մի քիչ ինչ ժամանակ հատկատնի, սյոմկան միասին պիտի անենք, և հիմա խոնավեցնեմ այս միքսիթով, լարոշի դեպքերից հետո, չգիտեմ ավելի եմ հակված միքսիթին անցնեմ, չնայած որ ես վստահ չեմ, որ միքսիթը չունի այդպիսի հատկանիշներն են, չի, որ ես արդեն ոչ մի բանի վրա վստահ չեմ, որտեղ լարոշի վրա վստահ էի, պարզվեց, որ պետք չի վստահ լինել, հետևաբար հիմա ես արագ ուզում եմ մի հատ կարգի բերեմ ես սենյակը, տեղեր մեղերը հավաքեմ, մինչև այդ խորիկը մի դաս ունի, դիմահարդարվեմ, այսօր էլի շատ անպոմած ու անդուր ուրա ճիշտն ասած, Вообще չի տրամադրում որևէ բան անելուն, նոդը, և ամենակարևորը մազերս մի հատ ֆենեմ, որպեսզի տեսքս լինի մարդավայր, այս հատվածը հատկապես այն օրերին, երբ որ այդ կավի դիմականում եմ, թեպոտում չորանում ա, դա համար կրկնակի անգամ եմ խոնավեցում մի հատ հիմա, մի հատ էլ դիմահարդարումից առաջ, որ դիմահարդարումը սիրուն նստի։ Երեխեք ջան, վերջացրեցի մազերից հետ կապված աշխատանքները, ատամս ցավում ա, ավելի ճիշտ ատամս չի լինդսա, հանկարծ եթե ինչ-որ մի բան ծամեմ նիտոյս կողմում, ինքը սկսում ա մի քանի օր ցավալ, հիմա մի հատ նուրաֆեն խմեմ, որ կարողանամ շարունակել իմ գործունեությունը, որովհետև հոջան ստե լույսը կանջատես, դա ավելի միացրել ա։ Բայց թված տեղ ես գալիս, մեր խոսքով, երեխեք ջան, փորձեմ մի հատ էս ցավից ազատվեմ, որտեղ սրա հետ ոչ բան չեմ ուզում մոռացնեմ, ոչ մի բանի հավես չունեմ։ Գերմանիայից եկել ա Խորենի աշակերտուհին, ինքը առաջ պարապում էր մեր տուն էր գալիս, հետո գնաց Գերմանիայի տեղից են պարապում եւ հիմա հետ ա եկել ու շատ հավես բաներ ա բերել։ Ուզում եմ ձեզ ցույց տամ։ Առաջինը որ բերել ա Խորենը երջանիկ էր, ահա որ Գերմանիայի հետ կապված ամեն ինչ Խորենի երջանկությունն ա։ Գերմաները խաչվառեր Չգիտեմ, 7-րդ երկնքում ա։ Հիմա ցույց տամ ինչ հավես բաներ ա բերել էստեղ։ Այսպիսի մեծ տուփով գերմանական հարիբոներից, հետաքրքիր է սրանից ես մեր մոտ չեմ տեսել ճիշտ ասած։ Սա շատ համեղ շոկոլադներ են, կարծում եմ դուք էլ գիտեք այդ մասին, ոնց է։ Մի րոպե այլևս, հիմա ես կտամ, այստեղ ես տեսնում եմ։ Մի րոպե դավուկ ա։ Kinder շոկոլադը, վրա գերմաներեն ա գրած։ Ուբը Վաշունգ, երևի ճիշտ եմ ասած չգիտեմ։ Երեխեքը 7-րդ երկնքում ա։ Հա, մի վայրկյան ես հիմա ձեզ կտամ, լավ, մի հատ նկարեք։
Հա, այստեղ Գերմանիայի թեմատիկայով պատստավկա է, բաժակի համար։ Այստեղ այսպիսի հավես հարիբոներ են, բանջիկի հարիբոներ են, մի րոպե։ Հլենա եկեց ինչ հարես է։ Մամա, Ay, bay. Գիտեմ կարող սխալ եմ կարծում սուվենիրը։ Մի բացեք, լավ բացեք, գնացեք։ Ինչ ոյ մացել որ նենց էի ուզում, ինչ որ եթե ճիշտ եմ հասկանում շուրթերի բալզամա, նենց էի ուզում, այսինքն ինչ որ բալզամային մի բան։ Ինչ, մանիկյուրել էի որոշել գնալ, մանիկյուրել այգի, խնդրեմ։ Ոյ, ապրի մեր լիքը, այնքան հավես բաներ է։ Էս ինչ է, կողոց են, հա։ Ay shadow. Ինչ սիրուն է։ Քենդիլն են, հələ չեմ բացել, երեխեք, բայց ինձ թվում է։ Եկեք տեսնեմ։ Գժվեմ ես, գժվեմ ես։ Չէ, կյանքս։ Երեխեք, ես սիրահարված եմ։ Մամա, մոյ պոչե։ Չէ, ես իմ կտորսը քոնեց համովա։ Շատ ուրախացա, շատ ապրիլիթը, լիքը դրական լիցքեր ինձ պարգևեց ահավոր ձևին։ Բացեք ձեր բանը, տեսնենք ինչ կա մեջը։ Մեջը անակնկալ կա էլի ձվիկի մեջ, այդ բանը կա, խաղալիքը։ Նոր այգել Արտաշեսը դպրոցից կակրաս։ Հələ տեսնենք ինչ խաղալիք։ Կյանքը տուր ինձ, հետո կտամ քեզ։ Երեխեք ջան, իմ նոր ստվերաներկերով արեցի մակիաժ, եթե տեսնում եք, փայլիկներ եմ մի քիչ դրել, շատ նուրբ մակիաժ եմ արել, քանի որ տեղ չունեմ գնալ ուղղակի սյոմկա պիտի անեմ, զուտ որպեսզի դեմքիս տոնը հարթ լինի, հա, ու կադրին համահունչ լինի։ Այդքան մի բան, հիմա խորենը դասը վերջացնի, պիտի գնա Whitebird-ից հասել այն պատվերներից մի երկու բան, եւ հետո մտնի պոչտա ինձ ուղարկել են ապրանք, այդ ապրանքն է հասել, այնուհետև գա ու անցնենք մեր նկարահանմանը։ Եկավ ամուսնյանքս, տեսնեմ սենց ծաղիկներ ա բերել ինձ։ Ասում որ ես ինչի առիթով ա, ասում ա նրա առիթով, որ դու ուղղակի կաս իմ կյանքում կա, կետը մինվա։ Տեսեք ինձ սիրուն ձյուտ բանջիկները, ես շատ եմ սիրում կակաչներ ու ահավոր շոյված եմ, հիմա դնեմ ծաղկամանի մեջ ու անցնենք մեր սյոմկաների խորենը մի բան էլ ա բերել, հեսա բայց ավելի ուշ ցույց կտամ։ Եկա այս չիզքեքերն ենք հիմա նկարում, փորձարկում, հետաքրքիր չելենջ եմ կազմակերպել, վիզուալ շատ սիրունիկ են, վստահ եմ որ համնել է համով, որտեվ իրենցից արդեն փորձել ենք։ Հիշում եք, որ մեր հին այդ սովետական պահարանը դուրս գրեցինք Բորբոսի պատճառով, այդտեղից հետո այն ինչ որ իր մեջ էր դրված մնաց այսպես ասած խառը խցկած այս կողմ են կողմ ու ոչ կոմֆորտնի վիճակում։ Հետևաբար մենք պլանավորում էինք առնել այսպիսի հարկանիներ, որտեղ կլինեն Արտաշեսի գրքերը, իր նկարչական հոբիային պարագաները, հոբիային նոր բառ է, հոբիների հետ կապված պարագաները, դավի ինչ որ մի քանի պարագաներ, մի խոսքով դրա համար այսօր գնացինք այսպիսի 4 հարկից բաղկացած փոքրիկ պահարան, այսպես ասենք։ Հիմա այս իրեն պիտի տանեմ Լվանան, որովհետև խանութի փոշին է իրա վրա, եւ հետո կդասավորենք, քանի որ այն ինչը որ մնացել էր դրսում, այսպես այս սեղանի վրա մնացել է, ի դեպ սեղանը հեռուստացույցի տակից կողք ենք բերել, որովհետև այստեղից էլ մեր կրեսլոն տարել ենք այստեղ, հա, հետևաբար այսպես անկյունային ավելի լավ է նայվում։ Մի խոսքով, որպեսզի այս սեղանը ազատենք այս խառնափնթոր վիճակից, մենք առանք այդ հարկանիները, որը կարծում եմ կդնենք այս հատվածում։ Դեռ վստահ չեմ, բայց այդպես եմ պլանավորում։ Տեսնենք ինչպես կստացվի։ Մինչև անցնեմ այդ պրոցեդուրաներին, սյոմկաների համար մեյք-ափ էի արել։ Իսկ մեյք-ափը ինձ սկսում է ահավոր նեղել, երբ որ ես իր հետ կապված գործերը վերջացնում եմ, ես սկսում եմ իրան իր դեմքին զգալ։ Չգիտեմ, այդպիսին եմ, այսինքն, եթե օրինակ մեյք-ափով դրսում լինեմ, այդ ամբողջ, այսինքն ձև կապեցի, ամբողջ ընթացքում չեմ զգա, որ մեյք-ափ կա դեմքիս, հենց մտածում կզգամ, նույնն է, հիմա ասենք այսօր սկսվել է սյոմկաների համար, ինչ անդուր կապեցի, ձգում եմ ասես, հենց սյոմկաները պրծա, ես զգում եմ, որ իմ դեմքին կա մեյք-ափ, եկեք այսպես ավելի լավ անեմ, հիմա ազատվենք։ Խորենին ասել է, այսօր վատնի դիսկ բերի, վատնի դիսկերս վերջացել էին, այս անգամվա բերած վատնի դիսկը մի տեսակ շատ ժոստկի է թվում, հիմա կօգտագործեմ, կտեսնեմ դեմքիս վրա
տհաճ զգացողություններ լինում են, այսինքն ցավացնում, վնասում, մաշկս թե ոչ, եթե վնասում է, դե չեմ առնի սրանից, եթե չի վնասում, շատ ավելի լավ։ Ոայ, երեխեքիս ինչ։ Որ ես անկեղծ եթե լինեմ, շատ սիրում եմ, երբ որ օրս այնքան հագեցած է լինում, որ ժամանակ չեմ ունենում մտածել ուտելու մասին։ Այդ օրերը ես իրական սիրում եմ, չնայած որ հոգնածնող է, ուրեմն ինչ այսքանի վաղտը արթնանում եմ շատ շուտ ու մոտս արդեն գերհոգնած վիճակ էր, երեք ասել եմ խոր ջան կներես, խորիկ ասում իրան կարոտել եմ քեզ մի քիչ նստենք, բայց ասեցի խոր ջան կներես, բայց ես պիտի գնամ քնեմ, որովհետեւ չէի կարողam, երեխեք որտեղ նստում էի աչքս կպնում էր, հասկացա, որ ես պիտի պարկեմ ուղակի վերականգնվեմ, որտեվ արդեն մինուս է էներգիաս, ու այդպես էլ արեցի, պարկեցի, քնեցի, եւ առավոտը արդեն ավելի մարդանման եմ, բայց հիմա այդ ժամերին արդեն էլի զգում եմ, որ ես հոգնած եմ ու այսօր էլ եմ ուզում շուտ պարկեմ, շուտ ասած 12-ի կողմերը էլի ամենաուշը մեկին ուզում եմ պարկած լինեմ, որովհետեւ խղճում եմ ինձ էլի всё-таки օրգանիզմը պետք չի չարաշահել։ Եկեք այստեղ ավարտեմ բլոգը, երեխեք, դա չգիտեմ, այս վերջերս բողոքում եք, որ փոքրիկ են բլոգները, բայց այդպես է ուղղակի ստացվել, կփորձեմ ավելի երկար նկարել իրականում, այնպես է որ հնարավոր ավելի երկար նկարել, կփորձեմ։ Ուղղակի անելիքները շատ են լինում, նկարելու ոնց որ ժամանակ մի փոքր քիչ անում, բայց կհամատեղեմ անպայման ձեզ ավելի երկար բլոգներով ուրախացնեմ։ Իդես մաղթում եմ լավ օր, մնացեք բարով եւ խաղաղությամբ, իմ ալիքի հետ մնացեք, ես էլ ինքնաշփի կփորձեմ ձեզ ուրախացնել նորանոր հավես վիդեոներով։ Պաչիկներ բոլորիդ եւ պակա-պակա։